ձևավորել հաղթությունների կողմնակցության հնարավոր դեպքերը, դեպքերի մասին և դրանց նկարագրման մասին գիտելիքներ և արժեքին վերաբերող մասը հասկանալ տարածական պատկերացումների դերը ճարտարապետության, ճարտարագիտության և տեխնոլոգիաների մեջ։ Վերջնարդյունքում դուք կնկարագրեք երկու հաղթության դասավորության դեպքերը, կկարողանեք ցույց տալ երկու հաղթությունների հատման ելիվը, կկապեք օրվա դասը առօրյայի և իրական կյանքի հետ։ Տեսնենք ինչ է սպասվում մեզ այստեղ առաջին կառուցվածքը ներկայացնեմ ձեզ։ Ուրեմն մեր դասի կառուցվածքը հետևյալն է։ Նոր նյութը բացատրվելու է մի քանի հոգու համար։ Ես կասեմ, մի խումբ կմոտենա այստեղ, մենք միասին նոր նյութը կներկայացնենք, որից հետո ընկերներ, մյուս խումբը ունի խմբային աշխատանք կատարելու, այսինքն չի մասնակցելու նոր նյութի հաղորդմանը, իսկ մնացած երեխաները ունեն այստեղ թերթիկներ է տեղադրված սեղանների վրա, պետք է կատարեն անհատական աշխատանք։ Յուրաքանչյուր փուլին, շրջափուլին տրամադրվում է 10 րոպե։ Պարզ է երեխաներ, ուրեմն մի քանի հոգի ինձ հետ գալու են այստեղ նոր նյութի հաղորդմանը մասնակցեն, դա առաջին խումբն է լինելու։ Երկրորդ խումբը տեղում աշխատելու ընկեր Բաղդասարյանի վերահսկողությամբ և երրորդ մնացած մասը աշակերտների աշխատելու անհատական այստեղ թերթիկները տեղադրված են, ինձ մոտ նույնպես կա, եթե թերթիկները անհրաժեշտ լինի, կարող եմ էլի տրամադրել ձեզ։ Շատ բան, մենք սկսենք նոր նյութի մասը, ժամանակը պահված է, ուշադիր եք լինում, ընկեր Հայրան կցանկանամ դուք էլ ուշադիր լինեք ժամանակի 10 րոպե հետո մենք փոխում ենք խմբերը, լավ։ Աշխատանքը հստակ այդտեղ հանձնարարված է, դուք կարող եք արդեն ձեր աշխատանքը սկսել, անհատական աշխատանքներ նույնպես։ Գրիչներ ունեք։ Վերցրեք գրիչները և աշխատանքներ։ Մենք սկսենք այստեղ աշխատանք։ Ես որովհետև վերադարձակում այս բանին ակնքում, սկսել ենք դասը, մեր դասը ինչ է վերնագիր դասի, երկու ուղիների կողմնակցության դեպքերը։ Դասը սկսելու համար ես կցանկանայի լսել ձեզ, ինչ եք պատկերացնում ուղիների կողմնակցության մասին, ինչ գիտելիքներ ունեք, ուղի մեջ հաղորդությունների, ինչ նախնական գիտելիքներ ունեք և ինչ եք կարծում ինչի մասին խոսելու այսօր։ Երկրորդ օնչան, հանգիստ քննարկումներ եք անում, կարող եք ֆսֆսալ, ինչ չէ բարձր խոսել, ես այստեղ եմ խոսում, դուք այդտեղ եք լավ աշխույժ քննարկում անում, հա, չեք կարող։ Ասեք տեսնամ, ինչ եք պատկերացնում ինչի մասին այսօր։ Բարձր խոսեցին, հա։ Ասեք։ Լավ, փոխդասավորություն ասելով ինչ եք հասկանում։ Այն ինչի փոխդասավորություն լավ է, ինչ փոխդասավորություն կանցել, բարձր, ակտիվ, բարձր։ Ու և հաղթության անցել եք, դու գործնական աշխատանք ու դիդակտիկ նյութերի վեր հիշում եք, ինչ դիտեիք դրա մասին, հետադարձապտակ, ասեք, ապրայես, հատել հաղթություն կանի, եթե մեր հատելու, եթե հատի, ընդամենը մեկ, և ինչպես կարող դասավորված լինել նաև, երրորդ դեպքը, ուղիղը կացել, բեր ասես, ուղիղը կացել հաղթության, ուղիղը կայսել մասնեք, ձեր դիտակիկ մեր մերցից տալիս, ուղիղը կացել հաղթության մեջ։ Շատ լավ, բայց ասում մեր դասը երկու հաղթությունների փոխդասավորության մասին, միան տարակ մեր շրջապատով աշխատում, փորձեք օրինակներ բերել, ասեք, ապրես դասա, որ ես ձեր։ Հատակը և հատաստակը, ինչպես եք դասավորված։ Շատ լավ, դու օրինակ բեր։ Ինչ դասավորություն։ Շատ ապրես։ Որի հետ, ասա։ Այս պատը հատակի հետ։ Լավ, ապրեք, ինչում կողենար։ Մենք ցույց կտեք այդ ուներս ձեզ, ինչում կողենար։ Շատ ապրեք, նախնական գիտելիքների հետ կապված շատ ողողն ոչ լավ եք պատկերացնում։ Հաստրենք քանի հնարավոր դեպքեր այստեղ։ Հաղթությունների փոխդասավորություն։ Երեք։ Մենք երրորդ օրինակը բերեցինք, բայց ինչ է։ Երեք հնարավոր տարբերակ, ճիշտ է։ Լավ, ասեք, ունեն ընդհանուր դեպք հաստորեն։ Եվ հաջորդը չունեն ընդհանուր դեպք։ Դե ասեք, եթե չունեն ինչպես կոչվեն։ Հաղթությունների խաչվող ասենք, որ դեպքում ենք խաչվող ասում, ինչերի համար ենք խաչվող բառը օգտագործում, ինչերը կարող խաչվող լինել, ուղիղների շատ ճիշտ է, իսկ եթե չունեն ընդհանուր դեպք, եկեք հաղթությունների անվանենք, զուգը, հաստորեն
եթե չունեն ընդհանուր կետ, կամ անեն ինչ զուգահեռ հարթություն։ Շատ լավ, իսկ եթե ունեն ընդհանուր կետ, ապա ունեն նաև կարող եք ավելացնել այն աքսիոմը հիշեք, որ աքսիոմի հետ է։ Այ, ձևակերպեք։ Երկու հարթություններ։ Ապա ունեն նաև ընդհանուր ուղիղ շատ ապրեք։ Պաստորեն ունեն ընդհանուր կետ, այսինքն ինչպիսին են հարթությունները։ Հատվող։ Եթե ունեն ընդհանուր կետ, ապա ունեն ընդհանուր ուղիղ։ Շատ բարի։ Ես այստեղ դիդակտիկ նյութեր ունեմ։ Ցանկանում ես դիդակտիկ նյութերի վրա նույնպես պետք է օրինակներ եւ ցույց տալ զուգահեռ եւ հատվող հարթությունների։ Ցույց տալ։ Դրանք ինչպիսին են։ Որ ուղիղ են հատվել։ Շատ ապրես։ Էլի ապրես հատվող ցույց տուր։ Ապրես հատման դեպքում ցույց տուր նաև ուղիղը։ Այ ապրես դու ցույց տուր վերջում։ Լավ։ Ցանկանում սրա վրա իրան ցույց տա, բայց նարեջան մի հատ ուրիշ չտեսա։ Ապրես հատվողներ։ Ուղիղը ապրես։ Տեսեք, այս երկուսը զուգահեռ չեմ կարող անել, որտեղ հարթությունները անվերջ կարելի է շարունակելու դեպքում սրանք պարզերում ոչ կլինեն, դա հատվում։ Այս պայն հատման ուղիղը երևում է, այս երկուսի մասին է խոսում։ Հիմա ցույց տվեք երկու հարթություններ, որ հատվել են, հատման ուղիղը երևում է, որն է հատվում, դե ցույց տուր նաև հատման ուղիղը։ Չէ, այս երկուսին համար ցույց տուր։ Ապրել։ Այս ինչ եմ վերել նաև այստեղ ցույց տալու։ Այս ինչ է, ով է պատրաստել։ Նարեջան ինչ ես պատրաստել։ Մի քանի դաս առաջ է պատրաստել։ Ինչպես։ Ուղիղներ։ Չէ, ապրես։ Փաստորեն այս դասին նույնպես կիրառելի է այդ դիդակտիկ նյութը։ Եթե հատվել են, այո, իսկապես հատվել են։ Կարող ես ցույց տալ հատման ուղիղը։ Այ ապրեք։ Այս դասը շատ ավելի շատ, որ աքսիոմի հետ է կապված, ևս մեկ անգամ, աքսիոմ երրորդը։ Ունեն ընդհանուր կետ, ապա շարունակի ռուտա։ Օրիգինալ կաթ է, նրանք բոլոր ընդհանուր կետերը։ Երեխաներ, ինչ եք սպասում, ինչ պետք է ավելացնեմ այստեղ։ Այն որ փոխդասավորության մասին խոսում եք, հետո ինչ եմ ավելացնում։ Ինչի հայտանիշ ես տալու։ Երկու հարթությունների զուգահեռության հայտանիշը հիմա միասին տալիս ուշադիր, երկու հարթությունների զուգահեռության հայտանիշը։ Ուշադիր, որտեղ դուք ձեր միջոցով մապատույցը տալու։ Ուշադիր եք, չէ՞։ Հայտանիշը հետևյալն է։ Ինչ եմ գտնում։ Երկու հարթություններ։ Հարթությունները նշանակում տարերով, հունական անգլի տարերով, ալֆա եւ բետա, շատ լավ։ Ուրեմն այդ հարթություններից մեկի վրա գծում եմ երկու հատվող ուղիղներ, այսինքն մեկին պատկանող երկու հատվող ուղիղներ, նշեմ A-ը ընկած է ալֆա հարթություններ, B-ը նույնպես ընկած է ալֆա հարթություններ։ Նշեմ նաև որ ուղիղները հատվել են եւ ևս մեկ տվյալ ավելացնում, տրված է որ A-ը զուգահեռ է բետային եւ B-ը զուգահեռ է բետային։ Ես պետք է ապացուցեմ, որ այդ դեպքում ալֆա եւ բետա հարթությունները զուգահեռ են։ Տեսեք, ես հարթությունների զուգահեռության հայտանիշ եմ ասում, ուրեմն արդյունքում դա պետք է ապացուցեմ։ Հիմա ձևակերպում եմ, կրկնելու եք դուք, եթե ապացուցենք միասին լավ։ Եթե մի հարթության մեջ ընկած երկու հատվող ուղիղներ զուգահեռ են երրորդին, մյուսին, ապա այդ հարթություններն իրար զուգահեռ են։ Մի հատ էլ ես ասեմ, հետո եթե մի հարթության մեջ ընկած երկու հատվող ուղիղներ զուգահեռ են մյուս հարթությանը, ապա այդ հարթություններն իրար ինչ են զուգահեռ են։ Ով կձևակերպի Ներեցեք, մի հատ քննարկել իրար է, տեսնեմ այստեղ ինչ են անում այս խմբում։ Ես ես օգնելու բան ունեմ, իդեպ այլեն, այստեղ երեխաներին ինչ են արել։ Ինչ, ես ինչ եք ստացել, կներկայացնեք հետո, մի հատ կներկայացնեք, ինչ եք ստացել սրանք։ Հատվող հարթությունների ուղիղ ցույց կտակ ինձ։ Շատ լավ է, ինչ եք արել։ Խնդիրներ եք ասում, շատ լավ։ Ես կխնդրեմ եք հայոց ձեր միջոցով բացենք իրենց դասի QR կոդը, հա, այստեղ տեսնեմ եւ ապացուցեմ միասին տան կավարտում։
շատ բան։ Եկեք ապացուցենք այդ միասին։ Ես հիմնական ուշումները կամ դու կշարունակեք։ Ենթադրեք հակառակը։ Այսինքն ենթադրեք, ես հարթություններից զուգահեռ չեմ, ուրեմն ինչ հաջորդ դեպքը որն է, ուրեմն հատվում է։ Լավ, գծում եմ այդ դեպքը։ Իբրդե հատվեց, այսինքն ձեր A և B ուղիները, որոնք հատվել էին։ Սա թող լինի մեր այդ բաղացությունը, սա է մեր դեպքը։ Հատվել են, եկեք հատման ուղիները նշանակենք C-ով։ Դե հիմա տեսեք այդ հակասությունը։ Լավ, մի հատ էլ ասեմ, նախորդ դասին տպից թորեմ եք պատասխանել, եթե ասես։ Եթե ուղիղը գտնվում է հարթության մեջ և այդ հարթությունը հատում է մեկ այլ հարթություն, ապա այդ ուղիղը զուգահեռ է։ Մի հատ բան մոռացա նշել, եթե այդ ուղիղը զուգահեռ է, ընկած մի հարթության մեջ և զուգահեռը մեկ այլ հարթությանը, ապա այդ ուղիղը զուգահեռ է այդ հարթությունների հատման գծին։ Դու ուղիղ է թյորեմի հետ կապել ապացուցելիս։ Ինչ կարող եք ասել։ Այս A ուղիղը զուգահեռ է, ֆետային ըստրված ունենք, ես գրանցել եմ։ Չէ, զուգահեռ չէ։ Իսկ այդ հապետը ես ենթադրել եմ, որ հատվել է, ինչ կարող եք ասել A-ի և C-ի մասը։ Հատման գիծն է հարթությունների։ Ահա, ըստ է թյորեմի զուգահեռ է։ Լավ, B-ի և C-ի մասը ինչ կարող եք ասել։ Էլի զուգահեռ։ Լավ, ինչ ստացվեց, C-ի զուգահեռը նույն կետով անցնող երկու ուղիղ, սա հնարավոր բան է։ Մենք ինչ գիտենք, ուղին չպատկանող կետով այլի է, շարունակեք, այլի է տանել այդ ուղի զուգահեռ, այն որում երկու, բայց դա քանյակ ունեմ ես։ Եղավ հակասություն։ Ուրեմն, մեր ենթադրությունը սխալ է և չի կարող այս երկու հարթություն, չեն կարող այս երկու հարթությունները ինչ լինել հատվել։ Մի հատ նորից ամփոփում ենք ապացույցը և ժամանակը կարծես թե հրաժարվում է։ Ահա, ամփոփում ենք, ինչ սովորեցինք վերջում երկու հարթությունների զավիճանասա, զուգահեռության հայտանիշ։ Կարող ես սկսենք ձևակերպել, եթե հարթության մեջ երկու հատվող զուգահեռ են լույսին, ապա ապրես այդ հարթությունները զուգահեռ են։ ապրես, Ռիտաճան մի հատ է դու։ Եթե հարթության մեջ երկու հատվողությունները զուգահեռ են, ապա հատվողները զուգահեռ են մյուս հարթությանը, ապա այդ հարթությունները իրար զուգահեռ են, ապա շատ բան ընկերներ, դուք ինձ հարցնում եք։ Շատ լավ։ Փոխվենք զույգերով, այս թիմը ինչ արեց, անհատական աշխատողները ավարտել են։ Ոչինչ, ինչպես աշխատել եք, դա չի գնահատվում կամ չի քննարկվում, աշխատանքները պես հավաքվում ինձ համար։ Ձեր համար սա դառնում է փոքրիկ հայտարարություն, մյուս խմբի համար նոր դասի ամփոփում, այս հաջորդի դուք եք նստելու հատկապես դեպի վերաբերում։ Ձեր համագործակցությունը ինձ համար շատ կարևոր է։ Ուրեմն, փոխվեցինք, այս նոր դասի ուսանողները նստում են աշխատելու, դուք գալիս եք այստեղ անհատական աշխատելու և դուք երեքով անհատական աշխատողներով գալիս եք ինձ։ Վերջ բոլորին կա շատ լավ նոր գծի հավաքման խմբում անհատական աշխատանքի ինչի մասի էր դու լսեցի ինչ է դիպած մեջ մարդը ուզներ թե ապրես մոտեցի նշեց ստացվեց նա հայտեր ինչ տվեց անհատական ոչինչ խառնելը եթե չխառնեն որը չեք սովորի չէ լավ հենց դրա համար էլ այս բանին այստեղ է որպեսզի այն ինչը դա կարդացրեք չի ստացվի հիմա արդեն սրանից հետո կարողանաք դա կատարել լավ սկսենք դասը ինչի մասն է մեր այսօրվա դասը հարթությունների փոխդաստավորության դեպքում լավ ինչ եք տեսնում այդտեղ երկու ճյուղ ունենք ինչ ճյուղ են ինչ է եկած Ես մատիկ ինչ չունեն ընդհանուր լավ եթե երկու ուղիղներ ընդհանուր կետ ունեին ինչպես ենք ասում որ այդ ուղիղները ինչ են եղել հատվել լավ եթե ընդհանուր կետ հայք չունեին ինչ ենք ասում ուղիղները ինչպեսին են այդ նույն բանը այստեղ նաև հարթություններին ենք ասել եթե հարթությունները չունեն ընդհանուր կետ տեսեք եթե չունեն ընդհանուր կետ իրենց կանվանենք ինչ զուգահեռ հարթություն են եթե ունեն ընդհանուր
ուղղություններ։ Եկեք մեր շրջապատող աշխարհում ցույց տանք հատվող հարթություններ։ Եկեք մեր շրջապատող աշխարհում ցույց տանք հատվող հարթություններ։ Վարակույտը խորտու բորդ է, արի վարակույտը չասի։ Հա, սա, հա, դա, փողին է։ Եվ ինչ է։ Պատուհանը, լավ, ինչպիսին է։ Զուգահեռ հարթությունների համարի, եթե խորտու բորդը չհաշվեք, չէ, լավ, ապրես, հայ գնտու փողինակ։ Այստեղ ունենք դիդակտիկ նյութեր, կարող եք վերցնել, օգտվել որքան ուզում եք։ Ասեք տեսնենք։ Վերցրու, ցույց տուր։ Դու սա վերցրու, ցույց տուր։ Ասեք։ Որոնք։ Շատ ապրես, հանուկե չունեն, ապրես, հատվող ցույց կտակ։ Որ ուղով են հատվում, դեսով չեն հատվում, հատությունները հատվում են ուղով, որովհետև եթե ասեք ասում երորդը, մի հատ եթե հանուկետ ունեն, ապա ինչ ունեն։ Դու ուրեմն արի չասին երկու կետով են հատվել, ուրեմն ուղով են հատվել, ըստ ակսիոմ 3-ի։ Լավ ցույց տուր հատմանուղը։ Ինքն ես անհատական փողն ես։ Դու հայտեղ ձայնաշար, ինձ ստեղ է ձայնաշար։ Եկեք անհատականը պահենք, հա։ Շատ լավ։ Ահա, ասեք։ Որ հարթությունները որ ցույց տուր։ Սրանք հատվող են, այս երկու հաշվը։ Դե հատվող ցույց տուր ու ապրես, հատմանուղը ցույց տուր, ապրես։ Դու ինչպիսի հարթություններ են։ Հատմանուղը ցույց տուր։ Հիմա մեր շրջապատող աշխարհում դու ցույց տուր։ Այս մյուսում հետ մոռացեմ միջարարական կապան։ Կարող ասեք մյուս առարկաներից, որքանով է այս դասը կապված, ինչի ուսումնասիրում, առօրյա կյանքում արդյոք պետք է դա թե ոչ։ Բայց կխնդրեմ լսեք, էլի այս հարցը, հատկապես մյուս խումբը։ Միջարարական կապ եմ ուզում տան, որ առարկայի հետ այս դասը ինչպես է կապված, ինչու, ինչպես։ Հələ փորձեք երևակայել։ Հա, միջարարական կապ, աշխարհագրության հետ, ֆիզիկայի հետ, կամ երբ արվեստի հետ իհարկե կլինի։ Շատ ճիշտ, օրինակ։ Բուրգեր է կապում։ Շատ ապրես, այդ եգիպտական բուրգերի մասին լսել եք, չէ՞։ Հաստատ հարթությունների հատում է, այդ բուրգերը կարողանալիս հաշվի առնել, չէ՞։ Լավ, ապրեք, դիրե, ուրիշ։ Իծակցության միշտ մելանքչիկի նկարչության է գնում, շատ ճիշտ է, ուրիշ։ Ուզում եմ կենսաբանության հետ կապենք, Գեր Պողոսյանն էլ այստեղ ներկայ է, ասի որքանով եմ ճիշտ կապում։ Հյուսվածքները կարող են, մաշկի հյուսվածքները կարող են զուգահեռ լինել։ Կարող են նաև հատվել։ Ասեք, որ կենսաբանության հետ նույնպես կարող են կապ հաստատել։ Լավ, աշխարհագրության հետ ինչպես կապենք։ Հորիզոնական հարթություն է, հորիզոնի հասարակացի մասնակցություն, ճիշտ է։ Ես մտածում եմ, դուք ասեք օրինակ հարթավայրերը, սարի հարթավայրը, եթե հարթ համարեք իհարկե, այս հարթավայրերը կարող են գետով հատվել։ Մտածում եմ, այդպես էլ կարող է երևակայել։ Այստեղ պաստորեն նշեցիք երկու հնարավոր դեպք ունենք, հատվող կամ զուգահեռ, ընկերներ։ Տեսեք, մեր զուգահեռ հարթությունների հայտանիշն է այստեղ գծված և գրված։ Տեսեք, այստեղ ինչ է գծված, սահման է, այսինքն հայտանիշը ասենք, որից հետո ավարտությունն է ասի, լավ։ Մենք ինչ ունենք։ Ունենք երկու հարթություններ, մի հարթության մեջ գծված երկու հարթություններ, և եթե այդ ուղիղների յուրաքանչյուրը, հատվող ուղիղների յուրաքանչյուրը զուգահեռ է մյուս հարթությանը, ապա այս երկու հարթություններն իրար ինչ են զուգահեռ։ Եկեք տանք ապացույցին, հա։ Նորից ես ձևակերպում, հետո դուք ուշադրեք, եթե մի հարթությանը պատկանող երկու հատվող ուղիղների յուրաքանչյուրը զուգահեռ է մյուս հարթությանը, ապա այդ հարթություններն իրար զուգահեռ։ Տպեցնում եք անեսենսի։ Մի հարթությանը պատկանող երկու հատվող ուղիղներ։ Երկրորդ խումբ ջան, ձեր համագործակցությունը շատ կարևոր է, սոցիալական աշխատանքը նույնպես։ Այնպես հավեսին միան շփեք ես տեսնում, շփում եք, ամեն ինչ նորմալ է, հավաստատում։ Ահա, լավ։ Մի հատ դուք ասես։ Նայ, հարթության մեջ նկած ինչեր են։ Ասես, այն ինչեր են, երկու հատվող ուղիղներ։ Դրանց յուրաքանչյուրը ինչ է հարթությանը։ Զուգահեռ մյուս հարթությանը, իսկ
Եթե նրանցից յուրաքանչյուրը զուգահեռ բացառության, ապա ինչ կարող ենք ասել, որ այդ երկու հազուկ ապա սա իդեալները դու հատվող շեշտի լավ, շնորհակալություն ընկերներ, ես պետք է տեղավորվեմ նաև ես խմբի նոր դասը բացատրեմ։ Ինչ տվեց նոր դասը ձեզ, անհատական աշխատանքի հիմա որ ձեզ տամ, ավելի լավ կգրեք, ըստ ձեզ, շատ բարի։ Շատ բարի, տեղափոխվեցիք դուք խմբով աշխատելու, անաջան ակտիվ, լավ, կբացատրես այդ ինչ-որ բանի կարող լինի։ Ումջան, դուք եկեք այստեղ անհատական աշխատելու, դուք եկեք ինձ, շերտիկների ինձ եք տալիս։ Նրանք ովքեր են նոր դասը չէին լսել աշխատել են, իրենց համար դա հայտնություն։ Շատ Ինչի մասին է վերեսր մայրազը։ Ես աղը տեսուք տեստար եթե հասկանեք ինչ գիտեք, որ եկել եք ասել այստեղ։ Ասա։ Իսկ դες դու եկա որ վերջում նոր դասը եկաք լսելու։ Շատ չէ դժվար։ Իսկ դες ավելի շատ դու եկաք խմբային աշխատանք, թե անհատական։ Խմբային, ինչ տվեց խմբային աշխատանքը ձեզ։ Ով ինչ բացատրեցում։ Ով ինչ բացատրեցում։ Եվգենյան, որպես լավնկարչուի գծագրել է։ Ով ինչի հասկացել, մյուսը բացատրել է։ Չէ, ով կոնկրետ, որ դեպքի չհասկացել, մյուսը բացատրեց, կասեք։ Բոլորը նույնն են արեց։ Գևորգը հասկացա։ Ինչ հասկացա։ Ինչ հասկացա։ Ինչ տվեց հատկապես այդ աշխատանքը։ Ես ասա նոր դասին ասեմ։ Գծագրել է շատ ապրես։ Լավ, Դավիթը այստեղ է թողտես։ Եկանք այստեղ։ Ասում եք քանի հնարավոր դեպքա հարթությունների դաստավորության, երրորդը ո՞րս է։ Հələ ասա դեպքերի տղա։ Զուգահեռ, հետո հատվով, ո՞րս ես ասես համընթով։ Դրա մասին գրքում չի խոսում։ Բայց քանի երկու սերտեր ուսումնասիրելու, երկու հնարավոր տարբերակներ ունենան ընդհանուր կետ եւ չունենան ընդհանուր կետ։ Եթե չունեն ընդհանուր կետ, ինչ կամարի վերջավորություն։ Լսել եք չէ՞ զուգահեռ մասին, զուգահեռել անվանում են։ Իսկ եթե չունեն, ապա քանի կետով են հատվել։ Մեկ, իսկ եթե ունեն մեկ ընդհանուր կետ, ապա ինչ ունեն։ Որ ակցիան։ Ձևակերպի ակցիան։ Եթե երկու հարթություններ ունեն մեկ ընդհանուր կետ, շարունակիր, որի վրա ընկած են այդ հարթությունների բոլոր ընդհանուր կետերը, անշատ լավ է, վախից խառնում իրան։ Եվ աջան, ցույց տուր մեր շրջապատող աշխարհում, կամ օրինակներ բեր, երկու հարթություններ։ Բայց ուզեի Եվային լսել, ապրես, եւ աջան քեզ ուզում լսել։ Առաստաղում հատակ դավարտավոր ես, նրա այդ ինչպես է դաստավորված։ Զուգահեռ, իսկ հատվող կասես։ Սրանք ինչպես դաստավորված կգին, չեն հատվես, ուրեմն զուգահեռ, իսկ հատվողը հրինա ես սեղանին, այս հարթությունը, ինչպես է դաստավորված։ Լավ, լսյալ վերջս դու հատվող հարթությունը։ Ապրես, որ ուղում են հատվել։ Ապրես, հլա այստեղ հատմանուլը ցույց տուր։ Այս սեղանի մեջ հատմանուլը ցույց տուր։ Այս որը հլա ճշգրիտ, այս լավ, եկեք տեսնենք ինչ է մեզ պատմում, եթե մենք սահմանում ենք ինչ-որ բան, դրանից հետո սովորաբար ինչ ենք տալիս։ Հայտանիշ։ Եկեք տանք երկու զուգահեռ հարթությունների զուգահեռության հայտանիշը, երկու հարթությունների զուգահեռության հայտանիշը։
Շադի, դուք եք գտնելու հետո։ Լուրջ եք և շադիր, չէ։ Եթե երկու հատվող ուղիղներ ընկած են մի հատության մեջ և դրանց յուրաքանչյուրը զուգահեռ մյուս հատությանը, ապա այդ հատությունները իրար ինչ են զուգահեռ։ Մի հատ նորից, եթե երկու հատվող ուղիղներ ընկած են մի հատության մեջ և դրանցից յուրաքանչյուրը զուգահեռ մյուս հատությանը, ապա այդ հատությունները իրար զուգահեռ։ Տեսեք տրվածի մեջ ներում, ան ընկած է ալֆայի մեջ, բեն ընկած է ալֆայի մեջ։ Վերև նայեք, որ ան հատվում է բեի հետ։ Հատմանկետը եթե նշանակի օրինակ այո, այստեղ կառնավորելու հավասար է ա։ Վերև որ ա ունի զուգահեռ բետային, բեն նույնպես պետք է ապացուցեմ ինչ, որ ալֆա և բետա հատությունները իրար զուգահեռ։ Սկիզբը տալիս եմ շարունակությունը ձեզ։ Ենթադրենք հակառակը, ալֆան ու բետան զուգահեռ չեն, այսինքն ինչ են։ Եթե հատվում են, ինչ է ստացվում այստեղ, գծագիրը կատարված է, լսում ես։ Ինչ հակարասում գծագ էստեղ, տնայեցի գոն է։ Չգտակ հնգս։ Լավ ինձ հլը անցած ժամի մի հատ կաղթյոր եմ էի բոլոր տասում, ինչ էի կասում։ Եթե ուղիղը ուրեմն ընկած է մի հարթության մեջ և զուգահեռ է մյուսին, և այդ երկու հարթությունների հատվել է, ինչ կարող եք ասել այդ ուղիղը այդ հարթությունների հատման գծի հետ, ինչպես է դասավորված։ Գիտեք որ, ինչ եք ան, խոչվում, չէ, Էսա որ գծում կասեք, հա, էդի գիտեք, ինչ եք անջատվել, նայք սրա հետ եմ ես, դա ասենց հանում։ Այս ուղիղը ընկած է ալֆայի մեջ, և այս ուղիղը զուգահեռ է բետային։ Ինչ կարող եք ասել ալֆայի և բետայի նրանց հատման։ Դե մենք ձևակերպ եք, դրա մասին եմ հարցնում, ասեք տեսնեք։ Եթե հարցություններ ունեն ընդհանուր հատման ուղիղ և այդ ուղին եթե հարցության մեջ ընկած են երկու հատվող ուղիղներ, չէ, եթե ուղիղ ընկած է այդ մի հարցության մեջ, որը հատվել է մեկ այլ հարցության հետ, և այդ ուղիղը զուգահեռ է մյուս հարթությանը, ապա այդ ուղիղը զուգահեռ է նաև ինչին, այդ երկու հարթությունների հատման գծին։ Եկեք ստեղ գտեք այդ թվերնը։ Այստեղ ինչ ունենք մենք, աղ է զուգահեռ է բետային։ Հեսը տեպացում գրել եմ զուգահեռ աշխատային։ Իսկ աղ ընկած է ալֆայի մեջ։ Իսկ ալֆան ու բետան ենթադրել է, որ հատվում են։ Որն է հատման ուղիղը։ Այն մեջ կարող եք ասել այ ու C-ի մասին։ Ըստ այս թեորեմի զուգահեռ։ Իսկ եթե B-ի դեպքում դիտարկեմ, B-ն է զուգահեռ հաստատ C-ին։ Բայց ինչի՞ չէ, որտեղ մենք իրավիճակում ենք B-ն է։ B-ը բաց է ալֆային, B-ն զուգահեռ է բետային, ալֆան և բետան ենթադրում հատվում են C-ուղ։ Որոնք B-ն է զուգահեռ C-ին չէ։ Այդ դեպքում ստացվում է նույն C-ուղին, մեկ կետով, քանի զուգահեռ են տարել։ Բայց դա հնարավոր բան է, ուղին չպատկանող կետով։ Իրեն շարունակենք։ Եվ իրեն չպատկանող կետով անցնում է հարթություն։ Այդ ուղին զուգահեռ, ընդ որում մի հատ նորից ուղին չպատկանող կետով, կարելի է տանել այդ ուղին զուգահեռ, ընդ որում միայն մեկը կրում հակարություն, որտեղ երկու հատ է ստացվել, ուրեմն մեկ ենթադրությունը, ուրեմն ինչ պետք է լինի, ալֆա և բետա հարթությունները այս դեպքում իրար զուգահեռ։ Շատ ապրեց։